Ողջույն սիրելի ընկերներ, ոնց որ ասում են, եթերում է Stone Talks-ը, ու այսօր ես հյուրընկալել եմ իմ շատ լավ ընկերոջը, Monetiles եւ Monewood ընկերությունների տնօրեն եւ նաեւ քարարտադրողների միության խորհրդի անդամ Անժելային, Անժելա ջան, ողջույն։ Ողջույն Տարոն ջան, բարի Նախ առավոտ։ շնորհակալ եմ, որ չես մերժել քո այսպես ծանրաբեռնված գրաֆիկի մեջ հրավերես։ Այսօր խոսելու ենք տարբեր թեմաների շուրջ ու հատկանշական է, որ այսօր գտնվում ենք Սարյանի աստիճանների մոտ ու սենց մի հատ շատ կարևոր հարց։ Բոլորը խոսում են Սարյանի աստիճանների մասին, բոլորը գնահատում են կատարված աշխատանքը, բայց ես որպես արտադրող ցավոտ եմ տանում այն փաստը, որ շատ քիչ է խոսացվում կատարման մասին ու շատ քիչ է խոսացվում Monetiles-ի մասին։ Այսօրվա իմ հիմնական նպատակը հենց դա է լինելու, որ նաև խոսենք այն ամբողջ process-ի մասին, որ Monetiles-ն է արել, իրականում շատ գեղեցիկ գործ ենք ստացել։ Կպատնես մի քիչ որտեղից է եկել գաղափարը, չգիտեմ, առաջարկը, աշխատանքը։ Շատ լավ, մերսի հարցի համար, շատ հետաքրքիր հարց ես տալիս։ Իրականում ես միշտ երբ որ Սարյանի աստիճանների մասին խոսում ենք, շատ խորքային ապրումներ եմ ունենում, որովհետև իմ ներաշխարհով այս աստիճանները իրենք ֆանտաստիկ են, իրենք իսկապես գլուխ գործոց են։ Այդ ոչ միայն որպես Monetiles-ի ներկայացուցիչ եմ ասում, այլ որպես հայ մարդ, որը որ վայելում է այս հրաշքը։ Հիմա եթե հղում տամ գաղափարը որտեղից եղավ, պիտի անկեղծ լինեմ, եղել են մարդիկ, ովքեր հետաքրքրվել են Սարյանի աստիճանների բարելավման, բարեկարգման համար, այսպես եկել են, մեզ հարցումներ են արել, հետո իրենք խորել են։ Բայց գաղափարը եւ այսպես ծնունդը կարելի է ասել եղավ դիեզերքից ու միաժամանակ, երբ որ կենտրոնի թաղապետի կողմից, պարոն Պետրոս Պետրյանի կողմից հետաքրքրվածություն էր առաջացել, ինչ կարելի է անել Սարյանի աստիճանների համար։ Չեմ թաքցնի, որ ես որպես ղեկավար միշտ մտածել եմ, որ Monetiles-ը կարող է քաղաքի գեղեցկացման եւ ճարտարապետության վրա որոշակի ազդեցություն ունենալ եւ այդ նկատառումով հանդիպումներ եմ ունեցել մի շարք համայնքապետերի հետ։ Մեր առաջին փորձը եղավ հենց Մասիս քաղաքում, երբ որ տեղադրեցինք մի ֆանտաստիկ խճանկար, նվեր տվեցինք քաղաքին եւ կարծես այդ մոտեցումը փորձում ենք շարունակականալ։ Եթե չեմ սխալվում, այն Ֆրանսիայի փողոցում, հա, Ֆրանսիայի հրապարակում։ Հենց հրապարակում, էլի հայկական գորգանախշերով, իդեպ քարից պատրաստված մոզաիկա, ու մենք հասկանում ենք ինքը իդեպ հանդիպումների հավաքատեղի դարձավ, մարդիկ այնտեղ պայմանավորվում էին, ֆիքսում էին այդտեղ այս գորգի մոտ եւ այլն, ու հասկացանք, որ այդ ձեռագիրը կարելի է շարունակել, հա, փորձել շարունակական դարձնել քաղաքում, որովհետեւ մենք կոմերցիոն աճը շատ ենք տեսնում, այսինքն ռեստորաններ, առանձնատներ, ովքեր պատվիրում են մեզ սալիկներ արտաքին եւ ներքին երեսպատման համար որպես դեկոր, բայց կարծես քաղաքը կտրված էր այդ ամեն ինչից ու առաջի փորձը Մասիսից շատ հաջող ստացվեց ու ասում եմ դիեզերքից արդեն այդ էներգիան իջել էր ու միաժամանակ հենց գաղափարը տրվել է շատ արագ Սարյան փողոցի վրա ինչ կարելի անել Սարյան աստիճաններ, չեմ թաքցնի, որ սկզբից մի քանի հայկական զարդանախշային էլեմենտներ ենք փորձել, բայց սկիզբները դեռ շատ հաջող չգնացին, բայց այդ process-ը շատ կարճ է տվել։ Եվ միանգամից շատ բարձր ռիսկայնություն ուներ, որովհետև անհամաչափ աստիճանների վրա փորձել պանո տեղադրել այնպես, որ պատկերը չավաղավի, այդ ամենառիսկային բանն էր, որ կարելի էր անել, բայց արդյունքը մենք հիմա վայելում ենք, կարծում եմ, ու էլի աստոնախախնամությամբ ֆանտաստիկ արդյունք ստացվեց։ Իսկ ինչի են հարցին թե այդ մասին ինչի է քիչ խոսվում, որովհետև ես կարծում եմ, երբ որ դու ինչ-որ բան նվիրում ես, արած այդ աշխատանքը արդյունքը արդեն իր մասին խոսում է, պետք չի նվերի մասին շատ խոսել։ Իրականում հա, այդ առումով իհարկե համաձայն եմ, բայց արտադրական մասով հա, որպես արտադրող, այսօր մեր իրականությունում շատ հաճախ մենք տեսնում ենք նմանատիպ աշխատանքներ, գործեր, կարևոր չի շենքեր, շատ սիրուն ճարտարապետությամբ ու շատ սիրուն մատուցված ծառայությամբ բնական քարի տեսքով, բայց չի խոսվում արտադրողների մասին։ Իմ հենց Stone Talks-ի հիմնական ոնց որ խնդիրը նա ենք դրել, որ պետք է ավելի շատ խոսենք արտադրողների մասին,
պետք է ավելի շատ խոսենք նրա մասին, որ ամեն գեղեցիկ բանի հետևում կանգնած են շատ երկար տարիներ աշխատած, չգիտեմ, ջանք թափած, կարող է արտաքին տեսքով ոչ այդքան էկրաններին համապատասխան մարդիկ, բայց այն մարդիկ, ում ձեռքի աշխատանքի շնորհիվ մենք վայելում այդ հրաշալի գործերը, իրանց մասին պարտադիր պետք է խոսել։ Գիտես, ես մի անգամ ասեմ, համաձայն եմ քեզ հետ, հատկապես նրա համար, որովհետև արտադրության ոլորտում եմ գրեթե 20 տարի եւ միշտ մարդիկ, ովքեր արտադրությունում են, ասում եմ դուք հերոսներ եք, որովհետև ինքը այն սպეციფიկ ոլորտներից է, որտեղ մարդու կյանքը շատ արագ է ամորտիզացվում եւ ինքը շատ տալիս է, ճիշտ է ստանում էլ է, բայց մարդը, որը արտադրությունում է, շատ արագ իր ռեսուրսը, էներգիան ներդնում արտադրությունում, որ ծնունդ է տեղի ունենում, հա, ինչ որ բան ծնվում է եւ այո, արտադրողները իրականում իրենք հերոսներ են, որ կարողանում են այտենց բարդ իրավիճակներում, սահմանափակ ռեսուրսներով, սահմանափակ հաստոցակազմով փորձել արդյունք ստեղծել։ Կներես, այդտեղ մի հատ բան հիշեցի, երբ որ ինձ հյուրընկալել էիր քո մոտ Monetize-ում, ես հիշում եմ այն տղամարդկանց, ովքեր մենք գնացինք մի սենյակ, որտեղ հենց թրծում էին կավը, ու այն բանով, էնտուզիազմով, մոտիվացիայով, որ Անժելա ջան, էսի սենց անենք, թե թեքենք մի հատ ուրիշը անենք, ինչ որ ուզորի մասին էր խոսքը ոնց որ թե ինքն հենց այդ մարդիկ են, որ իրականում այս ամեն ինչի հիմքում են կանգնած։ Ես, դու, չգիտեմ, համայնքը, ֆինանսավորումը եւ այլն, բայց ամենակարևորն է նա, որ մենք ունենք դեռևս ցավոք սրտի ունենք այդ տեսակի մասնագետներ, խեմ ասում դեռևս, որովհետեւ ես էլ գիտեմ, դու էլ գիտես, որ մասնագետների ու արվեստի կերպով մոտեցող մասնագետների բարձը մեր առօրյայում շատ մեծ է ու շատ խնդրահարույց է, այսինքն մենք ուզում ենք անենք լավ բան, բայց այդ մարդկանց խնդիրը, հա, այդ արհեստավորների խնդիրն ունենք։ Շատ լուրջ ունենք, բայց նաև մի բանում վստահ եմ, մենք վարպետ ունենք, ով ամեն օր Գյումրիից առավոտյան 5-ից կես արդենում է գալիս է Երևան աշխատանքի եւ հետ վերադարձնում է ընկեր։ Մարդը, որ իր աշխատանքը սիրում է, սիրահարված է իր աշխատանքին, ճիշտ է հիմա դրանք քիչ են այդ մարդիկ, բայց ինքը միշտ լինելու է իր աշխատանքին կից ու կապված։ Երևի թե դրա համար է, որ Monetize-ից մի հատ է Հայաստանում, որովհետեւ այդ տեսակ մարդկանց շատ դժվար է գտնել ու քո կատարած աշխատանքը ու ես հիշում եմ իհարկե Monetize-ի պատմությունը մինչև քեզ ու քեզանից հետո սենց ասած մենք շատ ենք չէ խոսում բիզնեսի ռեբրենդինգի մասին, չգիտեմ ինչ որ փոփոխությունների մասին, իրական ռեբրենդինգը համարում եմ որ Monetize-ում եղավ քո գալուց հետո, որովհետև վստահ եմ որ ոչ բոլորը գիտեն, որ Monetize-ը եղել է քար արտադրող ընկերություն։ Պատմես ոնց վերաձևավորվեց, ոնց փոփոխվեց, ոնց որոշեցիք որ քարտադրությունից դուրս եք գալիս ու ամենակարևորը արդյոք այս կետում չեք փոշմանել որ դուրս եք եկել, որովհետև բոլորը հիմա գնում են դեպի քարտադրություն, համարելով որ այս շուկայական բումը բիզնեսի տեսանկյունից մեծ օգուտ է տալու։ Շատ լավ հարց տվեցիր, շնորհակալ եմ։ Իրականում այո, դու ճիշտ ես։ Monetize-ը արդեն 25 տարվա ընկերություն է, բայց քարով զբաղվել է մինչև 19 թվականը։ 19 թվականին, երբ որ ես կառավարումը վերցրեցի, որոշեցի, որ այդ ուղղությամբ չենք զբաղվում, մի պարզ պատճառով, որ պիտի ամեն մարդ զբաղվի այն գործով, որ իր մոտ լավ է ստացվում։ Monetize-ը ճիշտ է ժամանակին ոչ թե քար արտադրող, այլ քար վերամշակող ընկերություն է եղել, այսինքն ինքը հանքեր չի ունեցել, հա, այդ գլիբաները ռուսերեն ասված, ինքը չի ունեցել արդյունահանում, ինքը գնել է դա կտրտել, մշակել, տվել եւ ընդ որում երկու ճյուղով, ոչ թե ավելի փոքր քանակով երեսպատմասալեր եւ ավելի մոզաիկ շարվածքներ։ Այդ ժամանակի ընթացքում հասկացել ենք, որ այդ մոզաիկ շարվածքները եւ երեսպատումները այդքան Monetize-ին չի, Monetize-ը ավելի պիտի մասնագիտանա, թեկուզ օգտագործելով հենց քար, ավելի դեկորատիվ ուղղության մեջ։ Մենք մինչ օրս էլ օգտագործում ենք քար, ընդ որում բազմաթիվ քարի տեսակներ, մոզաիկ շարվածքը, մոզաիկ արտի ճանապարհին է, հա, այսինքն ստեղծելով արվեստի գործեր օգտագործելով քար, ընդ որում մեր լեռնաշխարհը շատ հարուստ լինելով քարի գույներով, տեսակներով։
Եվ մի այսպիսի շատ լավ նոր տեխնոլոգիա ենք ներմուծել, որը իդեպ նաև կա իտալացիների մոտ մի քիչ այլ տեսակով, քարեր, որոնք որ թրծվում են եւ իրենց վրա կարելի է նկարչություն անել, դիցուկ բազալտը։ Այս կոլաբորացիան էլ այս միքսն էլ շատ հետաքրքիր կարող է ստացվի եւ հույս ունեմ, որ ինքը նաև մոտ ապագայում շատ լուրջ տարածում կունենա, որովհետեւ բազալտի քարի վրա անել նկարչություն եւ իրեն թրծել հետո հազարաշրջանում եւ ունենալ արտաքին երեսպատումների մեջ որպես դեկոր ինքը շատ կայուն եւ հրաշք արդյունք է ստացվում դրա համար խորհուրդ եմ տալիս։ Ասենց մասնագիտական հարց է սպային ցակեց, այսինքն այն շենքերը, որոնք երեսպատված են օրինակ բազալտով, մենք չենք կարող վրան նկարենք, այսինքն քարը պետքա թրծվի, հետո նկարվի։ Ցանկացած նյութ, որի վրա որ նկարում ես, դրանք հիմնականում ներկերն են, յուղաներկերն, իրենք բոլոր դեպքերում ունեն ժամկետ։ Արևից եւ անրևից, այն էլ հայաստանյան արևից, իրենք քայքայվում են, հա։ Ջնարակը, որը որ թրծվում է բազալտի հետ, այսինքն ամուսնանում են այդ երկու նյութերը հազարաշրջանում, իրենք կարելի ասել կարող են քայքայվել միայն նոր հրաբխային ժայթքի ժամանակ։ Այսինքն իրենք ծմահ են։ Որտի մարդ ու ես համարում եմ, որ դու այնց տիպիկ հայ-կին արտադրող ես, որ կարողացել է այդ դժվարին պայմաններում 19 թվականին պետքա գիտակցենք բոլորս, որ այս տեսակ պրոդուկտի շուկան այդքան էլ զարգացած չէր Հայաստանում ու կարելի է նաև նշել, որ այդ զարգացման ուրույն դերը ունեցար նաև դու քո մասնագիտական հմտություններով։ Ես հիշում եմ մեր առաջի հանդիպմանը դու անգամ ինչ որ կայքերի միջոցով արտահանում էիր Ամերիկայի Միացյալ Նահանգներ, հա, ու դու կարողացար մարդկանց բերել, չգիտեմ ինչ ճանապարհներով է դու կասես, եթե գաղտնիք չի, բերել այն դաշտ, որ այսօր շատ դժվար է, հա, ռեստորաններում չտեսնել մանեթալզի աշխատանքներից։ Ճարտարապետության մեջ արդեն սկսել ենք օգտագործել մանեթալզի արտադրանքը։ Ինչ գործիքներ օգտագործեցիր, ինչ խորհուրդ կտաս մեր արտադրողներին, մեր ոլորտի արտադրողներին, թե ինչպես իրանց արած գործը, իրանք անում են գործ ու շատ լավ գործեր ունեն, շատ լավ գործեր են անում մեր քար արտադրողները, ուղղակի երևի թե չեն կարողանում մանեթալզի նման, եթե դնենք զուգահեռների, ներկայացնել կամ ներկայացված լինել։ Իսկապես լավ հարց էր, որովհետև անկեղծ պիտի լինեմ, 19 թվականից հենց ստարտը ես տվեցի, սկսեցին դժվարությունները։ Այսինքն հստակ արտադրական ուղղություն դեռ չէինք որդեգրել, չգիտեինք ինչ ուղղությամբ պիտի գնանք, ինչ պիտի անենք, սկսեց COVID-ը, հետո պատերազմը, հա։ Եվ դժվար էր հասկանալ էմոցիոնալ ապրանքները ոնց վաճառել ոչ էմոցիոնալ ֆոնին եւ առհասարակ պահպանել այդ անձնակազմը, որովհետեւ դու հստակ հասկանում ես, որ հենց անձնակազմը բաց թողեցիր, հետո իրենց հետ հավաքագրելը շատ դժվար է, որովհետեւ մարդիկ կենսական պահանջներ ունեն։ Ճիշտ ես ասում, որ մի խնդիրը արտադրելը, երկրորդ խնդիրն է վաճառելը։ Եվ այսօր աշխարհում ես պիտի ասեմ ցավոք, բայց ինքը ռեալ իրականությունը վաճառքով զբաղվող ընկերությունները շատ ավելի մեծ եկամուտներ ունեն, քան թե արտադրողները։ Ինչի, որովհետև արտադրանքի մեջ, արտադրության մեջ անարդար է էլի կյանքը։ Անարդար է, բայց այդպես է, ու մենք պիտի առերեսվենք այդ խնդրի հետ ռեալ հասկանալու եւ համակերպենք ինձ կողմից էլ, որ արտադրության ժամանակ շատ թաքնված ջրի տակին քարեր կան, եւ որոնք որ ջրերես են դուրս գալիս, հա, միայն արտադրություն կազմակերպելու ժամանակ հաստոցների սպասարկում, աշխատություն եւ այլն, այդ բոլորս արտադրողները գիտենք, որպես արտադրող գիտենք։ Այո, շատ կարևոր է վաճառքը եւ ճիշտ վաճառքի կազմակերպումը եւ իրանից արդեն բխող հաջորդ քայլով մարքեթինգը։ Մենք այսօր ապրում ենք 21-րդ դարում, արհեստական բանականության դարում, միայն արտադրել եւ դնել կարտոֆիլի նման 1 միլիոնով վաճառելը այդ արդեն չի աշխատում, որովհետեւ ահավոր շատ առաջարկ կա։ Քանի եկանք արհեստական բանականության, հա, թեմային, իրականում ես բոլորի հետ այդ հարցը քննարկում եմ, ու այն օրը մտածում էի Անժելայի հետ այդ հարցը ինչքանով կարելի է քննարկել ու հասկացա, որ մանեթալզը կամ առհասարակ այն ինչ որ դու անում ես, այդ երևի այն ամենակիչ ոլորտներից է, որտեղ արհեստական բանականությունը հաստատ չի կարա փոխարինի։ Ինքն
բոլոր այն դեպքերում, երբ որ մարդու աշխատանք է, մարդու ոգի, ձեռք, գիտակցություն է պետք, արհեստական բանականությունը այդ չի կարող անել։ Վերջնական կատարման արդյունքում այո, ճիշտ ես, բայց մենք պատվիրատուներ ունենք, ովքեր արհեստական բանականությամբ էսքիզներ են գեներացնում եւ մեզ խնդրում, որպեսզի մենք իրագործենք, քանի որ գեներացիաների մասով իհարկե լինի, կա հենց 3 մենք ունենք մի հատ խնդիր, մի տարածքում ոնց որ կառուցումը գնացել էր, գլողավազանի համար էր նախատեսված հա տվյալ տարածքը, հետո փոշմանել ենք որ լողավազան պիտի լինի, ինչքանով դա պիտանի եւ այլն, ընդամենը 10-15 րոպեվա արհեստական բանականության հետ շփումների արդյունքում դու գիտես որ ես իր այդ տենց մոտիկ եմ հարաբերություններով ստացանք մոտավորապես 12 տարբեր բան, գաղափար, թե տարածքը ինչի կարելի է վերածել, չես հավատա, ասենք յոգայի համար նախատեսված ստուդիայից մինչև պատրաստի վերջնական բնակարան ու շատ գեղեցիկ տեսքով։ Ինքն անգամ այդ լողավազանի հա փոսը, որը փորված էր լողավազանի համար, ինքը թողել էր, որ մարդը անգամ այդ կետում երբ որ փոշմանել է, ավելորդ ծախս անելու խնդիրը չունենա կամ այդքան արած ծախսը ջուրը չգցի։ Ու այդ գեներացիաների դիզայնի, չգիտեմ, մասով իհարկե արհեստական բանականությունը այսօր շատ լավ գործիք է, բայց աշխատանքը չի կարա դա անել։ Գիտես, ես հիմա բարբերաբար լսում եմ երաժշտություններ, որոնք գեներացվում են արհեստական բանականության կողմից, թվում է թե դա տաղանդներ է, որ մարդը արդեն մարդուն փոխարինել է արհեստական բանականությունը, բայց այս ոլորտում դեռ հաջողություններ չունի, ուրախություն ինձ։ Դեռ մարդու ձեռքի աշխատանքին դեռ չի կարողացել փոխարինի։ Հաստատ։ Որովհետև ինքը չունի էմոցիա։ Իմիջայլոց մարդիկ կներես, աշխատում են էմոցիաներով։ Դրա համար միշտ բարձր տրամադրություն։ Այդ ես քեզ ասեմ, որ չգիտեմ առիթ ունեցել եմ քեզ ասելու, որ քո հա մարդ տեսակից, քո էներգիայից ես ինքս ոգեշնչվում եմ ու եղել են դեպքեր, որ մենք քննարկել ենք իրար այդ քո խնդիրները, իմ խնդիրները գործնական, բայց այդ ամեն ինչի մեջ մի հատ sense շատ դրական բան կա, կաթիլ կա, որը ինձ տալիս է էներգիա, որ երբ որ լուում է խնդիրը, ասում լավ, բան մեր Անժելան ոնց է այս ամեն ինչի տակից դուրս գալի ու մոտիվացնում է։ Ասեմ նաև, որ դու եղել ես այն միակ մարդը, որ հայկական քարերի փառատոնի ժամանակ ինքդ զանգել ես ինձ ու ասել ես, որ ես ուզում եմ այդտեղ ներգրավվածություն ունենամ Monetize-ով։ Դու եղել ես միակ մարդը, ով որ այդքան մեծ շրջապատի ընկերների ոլորտի մեջ, որ ինքն է վերցրել ու զանգել, ասել ես հետդ եմ ու այդ ինձ շատ է ոգեշնչել ու այն մանրապատկերը, հա, որ դուք սարքել եք հայկական քարերի փառատոնի համար, մինչև հիմա իմ մոտ գրասենյակում միշտ կախած է ու մենք միշտ դրա մասին խոսում ենք։ Նախ ոնց որ առիթը եկել է, հա, երևի թե մինչև այդ չէ էլ ասել, շնորհակալ եմ քեզ դրա համար ու վստահ եմ, որ քո տեսակ մարդկանց հետ մենք կկարողանանք ու իրականացնենք վերջնական հա հայկական քարերի փառատոնի գաղափարը, կբերենք այն կետին, որտեղ որ պատկերացրել ենք, որտեղ որ ունեցել ենք մեր պատկերացումները ու ցավոք սրտի քո նման մարդիկ քիչ են այսօր, որոնք մեզ բոլորը շատ դրական են վերաբերվում քարերի փառատոնին իհարկե, բայց պետք է նաև մասնակցել, այդ նաև արտադրողներին է վերաբերվում իհարկե։ Այդ պրիզի վեր սենց ասած է։ Անժելա, ինչ խորհուրդ կտաս մեր արտադրողներին, որպես վաճառքի, մարքեթինգի մասնագետ, կոնկրետ քար արտադրողներին, հա, շուկայական վերլուծությունը ինչ կտա արտադրողներին, այսինքն հիմա կա սենց մի հատ բան, մոտեցում, որ շինարարական բում է, ով կարողանում է ներդրում անի այդ ոլորտի մեջ, բոլորը քար արտադրություններ են բացում, հանքարդյուն անող հանքերի սենց ասած պահանջարկն է ահռելի մեծացել, բայց այդ ամեն ինչը ժամանակավոր է ու արդյոք արժի որ մարդիկ ներդրում անեն այդ ոլորտի մեջ, թե չարժի։
Շատ լավ հարց տվեցիր, տես, եթե հիմա գնանք AI-ին հարցնենք, ինքը կասի այո իհարկե, քանի որ ապագայում պլանավորվում է այսքան շինարարություն հանձնել, այսքան բնակարան, այսքան նոր ընտանիքներ, վերարտադրություն, հայերի վերադարձը դեպի երկիր եւ այլն, ինքը պիտի ասի այո, պարտադիր է։ Բայց ես մի քիչ այլ կարծիք ունեմ, որովհետեւ մենք բոլորս գիտենք, որ արհեստական բանականությունը ասում են տեղեկատվությունը, ինչքան որ քո բազան է։ Այսինքն, եթե դու սկսնակ արտադրող ես, դու իրան պիտի տանջես կամ իր հետ ընկերանաս այնքանով, ինչքան որ քո մաս գիտելիքներն է։ Չեմ առարկի, որ այո, երբեմն նաև շատ հաճախ ինքը օբյեկտիվ գիտելիք է տալիս, բայց Կներես թե մի հատ հարց էլ, իսկ քո մոտ եմ ճիշտ նշած է, որ ինքը կարա քո տված ինֆորմացիան օգտագործի օրինակ իմ հարցերին պատասխանելու համար։ Ես դա անջատել եմ։ Հա։ Դրա համար է ես հարցնում։ Հիմա արտադրողները նորմալ է, այսինքն որ տնտեսությունը պիտի դիվերսիֆիկացիա զարգանա եւ ես ինչի եմ նաեւ քարարտադրությանը այսպես աջակցում օգնում, չնայած ինքս չլինելով քարարտադրության մեջ որպես արտադրող, որովհետեւ հստակ մի բան եմ հասկացել։ Ես ինքս որպես քաղաքացի ուզում եմ իմ երկիրը տեսնեմ զարգացած, ուզում եմ իմ ժառանգները վայելեն այս հրաշք երկրի արդյունքները եւ ուզում եմ ունենանք ամուր տնտեսություն, հա։ Չեմ գնում դեպի քաղաքականություն, բայց ես երբ որ պատմականորեն նայում եմ, միշտ մեր երկիրը ինչ որ բաներ կորուստներ է տվել, ես հիմա ուզում եմ որպես մարդ, հայ մարդ, որը հպարտ է իր գեներով եւ հպարտ է նաեւ այն ամեն ինչ որ ունի, ուզում է իր երկիրը աճող զարգացող տեսնի։ Հիմա դիցուք այսպես շատ հերվից եկա, բայց Հայաստանը ինչ ունի, ինքը պիտի արտադրի եւ մասնագիտանա նրա մեջ ինչ որ ունի խելք, միտք, ունի քար, հա, շատ լավ է որ քարարտադրությունը զարգանա Հայաստանում, ես միայն ողջունում եմ։ Բայց շատ կարևոր է որ քարարտադրությամբ զբաղվեն այն մարդիկ, որոնք որ այդ գիտելիքը փորձ ունեն, որոշակի բազային գիտելիքներ ունեն, որովհետեւ երբ որ դու զրոյական մակարդակով ես մտնում արտադրություն, առանց աշխատակազմի, առանց գիտելիքակազմի, շանսերը, որ դու դժվար չես հաջողի մեծանում են, որովհետև մի բան է արտադրություն կազմակերպելը, երկրորդ բանն է վաճառք կազմակերպելը հենց այդ ոլորտում, որով նաև արտահանում կազմակերպելը, հա, եկեք ընդունենք, որ այդ հանակ մասխարություն չի, քարը բավական բարդ արտահանվող պրոդուկտ է, ինքը քաշային ծավալային քաշ ունեցող պրոդուկտ է եւ այլն դժվարություններ ունի տեղափոխման մեջ ջարդ եւ այլն ու դրա համար շատ կարեւոր է որ ճիշտ գիտելիքակազմով մտնես վստահ լինելով որ դու ունես այդ թիմը եւ արտադրական եւ վաճառքի ունես ճիշտ շուկայի վերլուծություն բայց ցավոք սրտի այսօրվա մեր իրականությունում շատ արտադրողներ եւ հիմնադիրն են եւ արտադրության ղեկավարն են եւ իրենք վաճառքով են զբաղվում շատ դեպքերում նաեւ իրենք զբաղվում են գնումներով շատ լավ է որ մարդը բազմակողմանի զարգացած է բայց դա ինչքանով է օգուտ տալիս իր աշխատանքին իր գործին իր բիզնեսին որպես բիզնես եթե նայենք հա որովհետեւ մենք ունենք դեպքեր ոնց որ մարդիկ եղել են շատ լավ քարտաշներ արհեստավորներ որից հետո չգիտեմ լավ գործեր անելու կամ չգիտեմ գործերը լավ լինելու արդյունքում եկել են քարարտադրություն բայց իմ խորին համոզմունքով քարտաշ լինելը ու քարարտադրություն ղեկավարելը դրանք դեռ տարբեր բաներ են Տես ես մի բառով դրան ասում եմ էքսպերտը դա դեռևս չի նշանակում որ ինքը մենեջեր է որովհետև մենեջերը կամ բիզնեսմենը դա այն մարդն է, որը որ հավաքագրում է բոլոր մասնագետներին միտեղ եւ ստեղծում արդյունք, շատ կարճ։ Էքսպերտը դա նեղ մասնագիտացված գործի վարպետն է։ Էական չի ինչ, քարարտադրող, կոշիկ արտադրող թեով։ Հիմա այս հաստիկները հստակ պետք է այս մասնագիտությունները հստակ պետք է տարանջատել։ Այո, դու շատ լավ քար ես տաշում, դա դեռևս չի նշանակում, որ դու կարող ես քարի արտադրություն կազմակերպել։ Դեպ արտադրություն քարի բիզնես կազմակերպելիս սկսում արտադրությունից վերջանում է մինչև լոգիստիկայից վաճառահանումից եւ այլն մարքեթինգից այսինքն կամ դու պիտի որոշում կայացնես որ ինքնակրթվես եւ վերցնես բոլոր այդ մասնագիտությունները կամ ունենաս մարդ որը որ կհամակարգի այդ գործընթացը կամ outsource կանես այդ ծառայությունները այսինքն եթե հիմա դիցուկ ես հաշվապահություն գիտեմ բայց հաշվապահությունով չեն զբաղվում չէ որովհետեւ այն ժամանակը որ պիտի ծախսեմ հաշվապահություն անելու վրա ես
պիտի ներդնեմ ընկերության զարգացման վրա, որովհետև բիզնեսմենի կամ տնօրենի խնդիրը ոչ թե անել բոլոր գործառույթները միաժամանակ, այլ ճիշտ հակառակը ունենալ մասնագետներ ստեղծել եւ ստեղծել կառուցվածք, որը որ ստեղծի այդ բազիսը, ապավերնա շենքը, որ կառուցվի բիզնեսը։ Դրա համար լավ էքսպերտ լինելը ես իմ խորհուրդն է, որ երբևէ այս բոլոր ոլորտների համար, ոչ միայն քարարտադրության, այսպես ընդհանրական խոսենք, չի նշանակում, որ պիտի մտնես այդ բիզնեսի մեջ։ Դու կարող ես շատ լավ, ընդ որում նաև արտադրության կազմակերպել։ Եթե դու լավ քար ես տասում, չի նշանակում, որ դու կարող ես լավ արտադրությունը համակարգել։ Դու կարող ես հասկանալ խնդիրները, բայց դու չես կարող մարդկանց հետ աշխատել այնպես, որովհետև մենեջերը որոշակի հոգեբանություն, կառավարման հմտություններ, լիդերի հատկություններ ունեցող մարդ է, ով իր հետևից մարդկանց խումբ է տանում։ Եվ դրանով է պայմանավորված հավելեմ, որ քարտադրողների միության ռազմավարության մեջ հենց ներառված հիմնական բանը մեխը, բացի այն, որ հայկական քարը դարձնել միջազգային բրենդ, երբ որ այդ նպատակից իջնում ենք ներքև, մենք ունենում ենք գործիքակազմերի խնդիր ու դրա արդյունքում մեր ռազմավարության մեջ կա կետ, որ 2029 թվականին քարարտադրող ընկերության հիմնադիրը չպետք է զբաղվի մարքեթինգով, չպետք է զբաղվի վաճառքով, չպետք է զբաղվի գնումով ու ինքը պետք է ունենա ազատ ժամանակ, որպեսզի այդ ժամանակը օգտագործի բիզնեսը զարգացնելու ու բիզնեսի թվերին տիրապետելու համար, այսինքն նաև ներդրվելու է սիստեմաներ, որի համար մենք համագործակցում ենք տարբեր հասարակական կազմակերպությունների հետ, տարբեր ընկերությունների հետ, որպեսզի այս ամբողջական ցիկլը կարողանանք փակել մեր քարարտադրողի համար ու ինքը չունենա ավելի շուտ մտածմունք, վայ այսօրվա վաճառքը ոնց պետքա կազմակերպվի, չգիտեմ, այս սարքը փչացել է, ոնց պետքա բերվի կամ պատվիրվի, ինքը պետքա լինի, այսինքն շատ կոպիտ ասած, հայ քարարտադրողը այսօր որպես գործարար չի դիտվում շատ դեպքերում, ինքը դիտվում է որպես հենց արտադրության պետ։ Հիմա մեր խնդիրն է այդ մարդկանց, ովքեր որ իրականում ներդրում են արել, բիզնես են կառուցել ու իրանց հմտությունների վրա է կառուցվել իրականում այդ բիզնեսը, դուրս բերել մի քիչ, առանձնացնել արտադրությունից ու իրան տալ հնարավորություն մենակ զարգացնելու բիզնեսը։ Հանուն արդարության պիտի ասեմ, որ բիզնեսմենը դա որոշակի քաղաքական եւ ներկայացական պաշտոն է։ Եվ այո, եթե մենք առաքելություն ունենք Հայաստանը համաշխարհային շուկայում դիրքավորելու որպես քար մատակարարող երկիր, այո, բիզնեսմենները, քարտադրողները պիտի կտրվեն իրենց արտադրությունից, միկրոմենեջմենտից եւ առօրյա խնդիրներից, աշխատեն սկսած իրենց խոսքի վրա, լեզվական կարողությունների վրա, գիտելիքների հմտությունների վրա եւ կարողանան ներկայացական լինեն միջազգային արենաներում իրենց բիզնեսի արդյունքը ճիշտ ցուցադրելու։ Եվ այստեղ իրականում քո դերակատարությունը շատ կարևոր է եւ մեծ, որովհետեւ ես գիտեմ, որ դու միջազգային աներաներում արդեն խոսում ես այդ մասին, սա առաջի քայլն է, բայց շատ կարևոր է, որ քո մեջ կպահեն հենց արտադրողները, այսինքն քո խոսքը հիմնավորվի գործով։ Արտադրողները, որոնք որ գալիս են քարարտադրողների միություն, իրենք գիտակցված դա անեն, որ իրենց բիզնեսի համար օգուտ պիտի բերվի, հա, երբ որ մենք խոսում ենք, մենք հասկանում ենք, որ Հայաստանը այսօր վաղը վերջանալու է շինարարական բումը, ու այս մարդիկ իրենց ներդրումները պիտի արդարացնեն, հա, այդ ներդրումները ինչ են անելու, հաստատ դեմոնտաժ չեն անելու, վաճառեն, պիտի շարունակեն արտադրանք նոր շուկաներ պետք է դուրս գան։ Շատ լավ մասնագետ, ասում բան է, վաճառքը բիզնեսի աստվածն է, հա, պիտի կարողանան վաճառեն, որտեղ ոչ Հայաստանում։ Այն տարածաշրջաններում, որտեղ որ շարունակվում մեծ տարածքները եւ որտեղ որ շարունակվում է շինարարական բումը։ Վստահ տեղ բիզնեսմենները անելիք ունեն, հաստատ իրենք արտադրության գնումներով միկրոմենեջմենտով զբաղվելով հաջողություն չեն տալու իրենց բիզնեսին։ Իրականում գիտես, դեռ տաք են մարդիկ, իրենք դեռ այսօրվա օրով են ապրում, բայց եթե սկսեն մի քիչ հեռուն նայել, վստահ կհասկանան խնդիրները եւ հենց պրոֆեսիոնալիզմը տեղից է գալիս, որ դու կանխատեսում ես հեռուն։ Նույն այդ արտադրողները պիտի մի քիչ AI-ի հետ շփվեն, ասեն ինչա լինելու 2-3 տարի հետո։ Ինք շատ པարզ վերլուծությունը կտա ինչա լինելու։ Սենց արդարացի լինելու համար պետք է ասեմ, որ մի տարվա ընթացքում
հա, այն կետից երբ որ հիմնադրվել է քարարտադրողների միությունը, արդեն երկրորդ տարվա շրջափուլում ենք, չեմ ասի, որ հա մեր ոլորտի արտադրողները չեն աճում, թե էֆեկտիվությամբ, թե մասնակցությամբ, թե կարծիք կիսելով։ Իրանք փակ ժողովուրդ են այդ մարդիկ իրականում, հա, ես շատ եմ խոսել դրա մասին։ Այդ մարդիկ շատ փակ, ամեն մեկը իր ծանր բեռի մեջ խորացած, իր օրվա խնդրեմը լուծելու միտումով ամեն առավոտ արտանում գնում է արտադրություն։ Ու այդ մարդկանց այն ամենափոքր քայլերն են ինձ ոգեշնչում է իրականում, այսինքն երբ որ մենք գիտես որ միությունում ունենք մենք մերոնցով հանդիպումների ֆորմատ, երբ որ այդ մենք մերոնցով հանդիպման օրը 20 եւ ավել ընկերություն է գալիս, ես այդ օրը ամենաբարձր մակարդակի վրա է իմ տրամադրությունը, այո։ Բայց դրա հետ մեկտեղ էլ հասկանում ենք, որ այդ մարդիկ չեն կարա միանգամից վերածնունդ չի կարա լինի միանգամից, էլի։ Այդ նույն էկոսիստեմա կոչվածը մի կետում չի լինում, էկոսիստեման պետք է այն ամենատակից կառուցել ու բերել հասցնել այն կետին, որ քո ասած կոլաբորացիաները արդյունք բերեն ոչ միայն երկու կողմին, հա, կոլաբորացիայի, այլ նաև երրորդ կողմին լայն զանգվածին, որովհետև բոլոր երկկողմանի կոլաբորացիաների հիմնական շահ ունեցողը այդ երրորդ կողմն է, այդ այն մարդիկ են, ովքեր որ օգտվում են դրանից ու տեսնում են դա։ Տես մի հեզ, այսպես հետաքրքիր համեմատություն անեմ, ասում եմ կավագործության մեջ, հա, ամեն երկրի հող նման է իր բնակչին։ Հիմա դիցուք մեր հայկական կավը ինքը շատ դժվար է մշակելը, որովհետև մեր բնավորությունից ունի։ Ռուսական կավը օրինակ շատ էլաստիկ է, էսթետիկ է ինքը, հա։ Տենց երբեմն նաև կանանց եմ նմանացնում, ասում եմ ռուս կանանց նման ինքը տենց պլաստիկ է։ Հիմա մեր քարն էլ մեր նման է, այո։ Ռուսի գեշը չի լինում, հա։ Մեր քարն էլ մեր նման է, ու քար արտադրողը, որը մտնում է, ինքը ավտոմատ պրոդուկտին է սկսում նմանվել, հա, բնավորությունը ձևավորվում է, բայց գիտես քարարտադրության մեջ մեծ շատ կարևոր բան կա։ Կտրման process-ի մեջ մի հատ կոմպոնենտ է մասնակցում ջուրը։ Զարմանալի է այդ ջրի հրաշքը, հա, ինքը այդքան ճկուն նյութ լինելով հանդերձ, ոնց է կարողանում այդ տենց կարծրացած այդ նյութը կտրի, հա։ Հա, իրականում վերջի սերնդի waterjet սարքավորումները, որպեսզի մեզ լսողներն էլ հասկանան ինչի մասին է խոսքը, մի քիչ բացեմ։ Ջուր օգտագործվում է քարարտադրության մեջ բոլոր հաստոցների պարագայում։ Մի տարբերակում ու հիմնական տարբերակում այդ օգտագործվում է, որպեսզի ալմաստե կտրող այդ բրիկետները սենց ասած հովացնի, բայց կա չի ասի նոր տեխնոլոգիա, ինքը մոտավորապես 10 եւ ավել տարի է, որ այդ տեխնոլոգիան օգտագործում են Եվրոպայում։ Ինքը կոչվում է waterjet ու շատ բարակ ջրի ճնշումով ինքը կտրում է քարը ու մշակում է քարը, այսինքն ճարտարապետական տարբեր տեսակի դետալներ կարող ենք ստանալ այդ սալիկից, ինչ ուզենք, ինչ պատկերում ուզենք ու որն ամենակարևորն է, ինքը մի ժամանակ աշխատում էր AutoCAD համակարգով, իսկ հիմա արդեն որպես նորագույն տեխնոլոգիա ինքը աշխատում է AI-ի հիմքով։ Ահա, հիմա իմ խորհուրդն էլ մեր արտադրողներին, որ սղոցից վերածվեն ջրի, այսինքն իրենք սկսեն ավելի ճկուն ու պլաստիկ մտածել ու վստահ եմ, որ իրենց բիզնեսները բայց արդյոք կարծում ես, որ մեր երկրի պայմաններում ու շուկայական այս պայմաններում դե հաստատ ներդրումները ահռելի մեծ են։ Այսինքն այդ մի տեսակի waterjet-ը եվրոպական արտադրության արժի մոտավորապես 150-ից 200,000 եվրո։ Ու ինքը տալիս է սահմանափակ հնարավորություններ, լավ գործանում, գեղեցկությունն է ապահովում, բայց ինքը մասշտաբային արտադրող սարքավորում չի։ Կան մասշտաբային նոր տեխնոլոգիաներ, բանի ալմաստի մանրաթելով մոտավորապես 100 մանրաթել է օգտագործվում ու միանգամից բանը գլիբան ռուսերեն կոչված մտնում է տակը միանգամից դառնում է սալիկ։ Այդ տեսակ հաստոցները արժեն մոտավորապես 250,000 եւ պլյուս, բայց այստեղ գալիս ենք մի հատ էլ ավելի կարևոր հարցի։
այդ հաստոցին պետքա սպասարկել, այդ հաստոցին պետքա նայել։ Եթե այդ հաստոցները չսպասարկվի, 1 տարի հետո այդ հաստոցը կարա այնքան մաշվածություն ունենա, որ էլ պիտանի չլինի։ Խնդիրը հիմնականում ստեղ է, որ մարդիկ գնում են ոչ թե նոր տեխնոլոգիաներով հագեցած սարքեր ու սարքավորումներ, այլ գնում են այն սարքերն ու սարքավորումները, որոնք կարող են սպասարկել մեր երկրի պայմաններում։ Շատ խորքային խնդրեմ հիմա դու դուրս բերեցի, իրականում այո դա շատ ցավոտ հարց է, որովհետև չնայած նրա որ վաճառելու սարքավորումը միշտ արտադրողը տալիս է իր օպերատորական ուղեցույցը, երբեմն նաև որոշակի բաների այդ պայստամասերի խմբականակ, բայց հետո միշտ ուզում է որ դու իրանից վերցնես, դրանով պահպանելով հաստոցի գինը։ Այդ բոլոր մեծ հաստոց արտադրողների քաղաքականությունն է, որպեսզի դու իրանց մեջ կախման մեջ լինես իրանցից, բայց առաջ թե հետ մենք բոլորս հասկանում ենք, որպեսզի գնանք որակի, որպեսզի գնանք ծավալի, մենք ստիպված պիտի լինենք քայլ առ քայլ այդ նորագույն ներդրումները ներդնենք մեր արտադրություններում, որովհետև եթե դու քար ես արտահանում եւ իր օրինակ շլիֆով կան, հա, այդ հարթեցումը լավ արված չի, արտասահմանյան գործընկերը չի ընդունելու այդ քարը հետա ուղարկելու, որովհետև ինքը ունի ալտերնատիվ հաստոցներով կտրված քար։ Տես մենք միշտ այս բանով ենք առաջնորդվել, գաղափարով ենք առաջնորդվել, որ այդ իհարկե պետք է արտադրողներին բերել այդ դաշտ պատրաստակամության դաշտ, որ երբ որ կա պատվեր միջազգային շուկայում, որը ունի հստակ իր պահանջմունքները ու դու չես կարա այդ որակական հատկանիշները չապահովես, դու պետք է պատրաստ լինես այդ պատվերից եկած քո եկամուտը ներդնես քո արտադրության մեջ, ձեռք բերելով այդ տեսակ մենակ այդ տարբերակով մենք կարանք գանք նորագույն տեխնոլոգիաների, որովհետև մեր ներքին շուկայի բավարարման համար նախ այդ պահանջմունքը չկա, երկրորդ ֆինանսական միջոցները չկան եւ երրորդ ընդհանուր առմամբ այդ ներդրմանը պետքա լինել պատրաստ։ Այդպես պիտի ընդհատեմ հիմա քեզ մի հատ շատ կարևոր հարց ասեցիր եւ այդ պահանջարկը չկա։ Մենք խոսեցինք նախաբանում, որ այո մեր շուկան փոքր է եւ այլն, բայց ես հիմա նայում եմ քաղաքում արվող շատ շինարարություններ, որտեղ օգտագործվում են արհեստական նյութեր, արհեստական ծագման նյութեր, որոնք տարիների ընթացքում քայքայվում են, թափվում են ու այդ շենքերը նորից կարիք է լինում կամ վերանորոգելու, ես հասկանում եմ, որ դա էժան է։ Բայց միևնույն ժամանակ դիցուք ուզում եմ օրինակ իմ վերջի տարիների այսպես քաղաքաշինության տպավորություններից ես մեկ կիսվեմ, երբ որ դու գնում ես Գերմանիայի Նյուրնբերգ քաղաք, տեսնում ես, որ այդ քաղաքում ոնց որ մեր Գորիսը ամբողջությամբ տանիքները կավե սալերով են պատված։ Այդ քաղաքի քաղաքականությունն է, որ ցանկացած նոր շինարարություն ունենա կավե սալ։ Հիմա պատկերացրու ինչ ֆանտաստիկ կլիներ մեր մոտ, եթե նախահաշիվների բոլորի մեջ երեսպատումները լինեին քարով եւ ինքնարժեք այդպես ձևավորվեր, որովհետեւ մենք հասկանում ենք, որ քարը ամենաերկարակյաց եւ էսթետիկ նյութն է, որը օգտագործվում է երեսպատման մեջ։ Ու մենք քար ունենալով հանդերձ, մենք քաղաքում ցավոք շենքեր ունենք, չեմ ուզում կոպիտ հնչեցնեմ աղավաղված, բայց արհեստական նյութերով դրսից ներմուծված դրսի արտադրություններին օգնելով իսկ ինչի՞ չէ դրսից ներմուծված քարով։ Ես կարծում եմ, որ այստեղ մեր պետությունը անելիք ունի ու խնդրանք սեփական մարմիններին, որ միգուցե շատ այսպես երասկոտ բան եմ խնդրում, բայց հավատացեք, պատմականորեն միշտ զարգացել են այն երկրների տնտեսությունները, ովքեր իրենց սեփական ռեսուրսի համար ճիշտ պահանջարկ են ստեղծել եւ ներքին եւ արտաքին շուկաներում։ Այո, իհարկե։ Այդ շատ կարևոր կետ է ու երբ որ խոսում ենք, շփվում ենք տարբեր ոլորտի, չգիտեմ, շինարարների հետ, ճարտարապետների հետ, բոլորի բանը հետեւյալն է, որ կարծիքը, հետեւյալն է, որ քար արտադրության ոլորտը ի վիճակի չի սպասարկել ներքին շուկան։ Ես մի քիչ այդ կարծիքին չեմ, որովհետև երևի թե տպավորությունն է սխալ, ոչ թե քար արտադրության ոլորտը պատրաստ չի, այլ բնական քարերի հանքարդյուն անող ընկերությունները երևի թե պատրաստ չեն, որովհետև պահանջարկը տարբեր է, այսինքն լինելով նաև այդ ոլորտում,
հստակ գիտակցում եմ շուկայի պահանջմունքը։ Հետևյալում նա, ուրեմն ով որ ուզում է բնական քար, ինքը ուզում է ենթադրաբար տրավերտինին անդրադառնանք, հա։ Կոնկրետ ցիտում եմ պահանջմունքները իրենց բառերով։ Տրավերտին լինի, ծակ չլինի, լինի սպիտակ, որը այդ դառնում է արդեն մարմար։ Այդ տրավերտին չի։ Այդ տրավերսին չի, փոխվեց արդեն։ Պետք է հասկանանք, որ տրավերտինը բնական քար է ու առհասարակ բնական քարը ինքը չի կարա լինի կերամագրանիտի նման նույն տեսքով։ Այսինքն ամեն սալիկը, ամեն երկրորդ սալիկը մյուսից տարբերվելու է գույնով, ծակոտենությամբ, չգիտեմ, ինչ որ հենց ինքը դրանով է բնական։ Գեղեցկությունը դրա մեջ է։ Ինձ ինքը, բայց այն ինչ որ հիմա է կատարվում, հա, այդ պահանջմունքներին եթե անդրադառնանք, մեր ամենագեղեցիկ քարը իմ խորին համոզմամբ այդ տուֆն է, Շատ։ որ ունենք իր գույնային բազմազանությունները, ունենք ամեն ձև կարանք իր հետ աշխատենք, բայց այսօր տուֆը մղվել է երկրորդ, երրորդ, չորրորդ անգամ պլան ու շատ քիչ են այս պահին արդեն շենքերը, ովքեր որ տուֆ են օգտագործում, չհաշված սև տուֆի ու սպիտակ տրավերտինի կոլաբորացիան։ Տես, էլի գալիս ենք գլխավոր խնդրին, գիտելիք։ Եվ մեր հաճախորդները, հա, մարդիկ, ովքեր պահանջմունք են ներկայացնում, իրենց պետք է կրթել, որ իրենց տեղ բնութագիրը, ընդ որում այդ կրթությունը կարող է լինի նաև դիզայներների, ճարտարապետների մակարդակում, երբ որ ինտերիերներում կամ էքստերիերներում օգտագործվում է քար, հստակ բնութագրվի առհասարակ մենակ քարը չէ, ցանկացած բնական նյութի առանձնահատկությունը, որովհետև այդ խնդիրը մենք էլ ունենք։ Հիմա տես այս ձեռքի աշխատանքը եւ բնական նյութերով ինքը չի կարող լինել իդեալական։ Ես հաճախ եմ մեր հաճախորդին ասում ընկերներ, դուք վճարում եք բավական բարձր, ոչ իդեալական լինելու համար։ Այդ ձեռքի աշխատանքի եւ բնության առանձնահատկությունն է, նույնը քարը։ Եթե դու տալիս ես տեղ բնութագիր, դու պիտի համակերպես այն մտքի հետ, որ այո, տրավերտինը պիտի լինի ծակոտկեն, այո, երանգները պիտի փոխվեն, գիտես, որովհետև երբ որ բնությունը արարեց, կատարյալ չարարեց։ Ինքը թողեց, որ մարդը այդ անկատարությունը վայելի։ Կատարյալ բան եք ուզում, խանութներում միատիպ տպած նույն տրավերտինի էֆեկտով, տրավերտինի էֆեկտով գնեք։ Հետ գամը դրան ու դրա այն ասածս մտքին հանք արդյունահանողների հետ կապված, դրա արդյունքում այդ պահանջմունքի բան, հա, անհասկանալի լինելու արդյունքում այսօր հանքերում ահռելի մեծ քանակության բլոկներ կան, որոնք որ իրականում կարող են կտրվել ու կարող են դառնալ սալիկ, բայց մեր շուկան դա չի ընդունում։ Հանքարդյունահանող ընկերություններն էլ մտածում են, որ իրանք բնության վրա բան չունեն, հա, կոնտրոլ sense ասած չունեն, աշխատում են այն հատվածներով, որտեղ որ շուկայական պահանջմունքն է, որովհետև հանքարդյունահանող ընկերությունը պետք է կարողանա բավարարի սեփական պահանջները առաջին հերթին, հա, կարողանա այդ արդյունահանումը ճիշտ կազմակերպի։ Ու դրա արդյունքում է, որ վերջին տարիներին մենք ունենք շատ մեծ բյուջեով հանքարդյունահանող ընկերություններ, որոնք դեֆոլտի են ենթարկվել կամ ճիշտ ժամանակին վաճառվել են, կանգնեցվել են եւ այլն եւ այլն։ Դրա հետ մեկտեղ պետք է իհարկե արդար լինել ու նշել, որ ունենք նաեւ հանքավայրեր, որոնք ուղղակիորեն sense ապականված են։ Տես ես ինչի եմ էլի պետության դերը կարևորում, որովհետև ինչ է հանքը, այդ անկտրել ձմերուկը, երբ որ դու հանքը վերցնում ես, լավագույնը կարող ես իր պաշարները գնահատել մոտավոր, բայց երբեք չես կարող ասել, թե բնությունը արարելուց ինչ խտությամբ ոնց է արարել կամ ոնց է հասունացել։ Ու եթե մենք այդտեղ խնդիրներ ունենք, որովհետև ինչ որ երակ, ինչ որ բան այդտեղ ճիշտ չի գնացել, պետությունը պիտի տեր կանգնի իր անդերքին։ Ինքը պիտի օգնի հանքարդյունաբերողին, այս բան դեռ գաղափար չունեմ ինչ եղանակով, բայց վստահ եմ մասնագետները մտածել են, որ եթե նմանատիպ խնդիրներ կան, ինչ որ սուբսիդիաներ, ինչ որ դոտացիաներ տրվեն, մարդկանց օգնեն, որ այն ինչը որ իրանք փակ համակարգում վերցրել են օգտագործման, այդ մարդկանց օգնեն, որ որևէ կերպ ճիշտ ճանապարհով գնան կամ չգիտեմ, վերամշակման արդյունքում որևէ կերպ, որովհետև նորից եմ ասում, այդ փակ է, ոչ մեկս չգիտենք։
շուկան այդ իմաստով չի ընդունում կամ նույն պետությունը ինքը կարա գնումներ անի եւ օգտագործի երկրորդային, երրորդային տեսակի քարերը, հա։ Ես միած sense շատ լավ օրինակ ունեմ։ Երբ որ ինքնաթիռով գալիս եմ, հստակ կարողանում ես հասկանալ, երբ եկար Հայաստանի արդեն սահման, երբ անցար Հայաստան, որովհետեւ գալիս ես ինչ որ կանաչ, դաշտեր, անտառներ, սարեր ու մտնում ես Հայաստան, ստեղա քանդած, վերևից այդ պատկերը այնքան բան է երևում, սենց շատ հստակ, ակնառու երևում է վերևից, որ ստեղ քանդած թողած, այնտեղ ռեկուլտիվացիոն աշխատանքը, այդ ամենակարևոր աշխատանքն է հանքարդյուն անող ընկերությունների շահագործման պայմաններում, այսինքն պետության տեր կանգնելը առնվազն պետք է լինի նա, որ փակված հանքավայրերի ռեկուլտիվացիայի պահանջը կատարվի։ Ինքն մեր բաներում, հա, տեղ պայմաններում, պայմանագրերում, լիցենզիոն պայմանագրերում կա նշված կետ ռեկուլտիվացիայի մասին, որ հանք շահագործող ընկերությունը, բիզնեսը պարտավորվում է իրանից հետո կատարի ռեկուլտիվացիա, այսինքն բերի հին բնական տեսքին։ Դա արված չի ոչ մի պարագայում։ Նայում ես իրականում սենց շախմատային ինչ-որ բան է։ Տես, էլի նորից անդրադառնամ պետությանը, պետությունը հստակ այդ կետը ընդերքի շահագործման եւ արդյունահանման ժամանակ հստակ նշում է պարտավորությունը շահագործողի, հա։ Բնականաբար, եթե շահագործողը սնանկության է ենթարկվել, ինչով անի այդ ռեկուլտիվացիան, դրա համար իմ կարծիքով այդ process-ը պետքա վերահսկել արդեն շահագործման ընթացքում, ոչ թե վերջում, այլ ժամկետները փորձել մի քիչ ավելի մոտեցնել եւ ընթացքին հետեւել։ Եվ այդ ռեկուլտիվացիոն ծախսերը պիտի անպայման հաշվարկվեն բոլոր համաչափ քարարտադրողների ինքնարժեքների մեջ։ Իսկ երբ որ դու քարի գին ես ձևավորում, հաշվի առնես, որ դու ռեկուլտիվացիոն ծրագրի համար ծախսեր ունես անելու։ Okay, քարի գինը կբարձրանա, բայց այդտեղ մի շատ կարևոր տոկոս, չգիտեմ, 1 կամ 2% կմնա ռեկուլտիվացիային եւ մենք չենք աղավաղի մեր բնությունը։ Որտեղ ռիսկ եմ տեսնում, որ արհեստականորեն կարող է քարի գինը բարձրանա ու ոչ պատշաճ հետևողականության պարագայում այդ ռեկուլտիվացիանը տենց էլ չի լինի, բայց արհեստականորեն շուկայական արժեքը բարձրանա, բայց հետևողականության պայմաններում կարելի է դա անել, որովհետև այդ նույն թափոնը հանքարդյունանող ընկերությունը ստանում է, հա, վերցնում է, տանում է, թափում է ինչ-որ տեղ։ Իսկ այդ իրանից տենց շատ մեծ բան չի ներկայացնում, հա, որ իրականում կարողանա դա էլ կազմակերպի, բայց ստեղ պետք է համագործակցություն, ոչ թե իմ կարծիքով իհարկե, ոչ թե պետությունը մենակ պահանջատերը պետք է լինի, այլ պետք է նաև օգնի այդ ընկերությանը, որպեսզի այդ խնդիրները լուծի։ Ահա, այս է դե ասում, այդ մի գրպանից պետք է հանել դնել մյուս գրպանը, երբ որ դու ծախսեր ես հաշվեգրում ռեկուլտիվացիայի համար մի կողմից, այս մյուս կողմից արտադրողին սուբսիդիա ես տալիս կամ օգնում ես ինչ-որ դոտացիա, իրենք գալիս են կպնում են իրեն, բայց շղթայի արդյունքում իհարկե վերահսկողական համակարգով ունենում ես ռեկուլտիվացված հանք։ Շատ կարևոր թեմային եկանք, հա, վերջում եկանք ամենակարևոր թեմային, լինելով քարարտադրողների միության խորհրդի անդամներ ավելի շուտ, կարող ենք բարձրաձայնել, որ մենք պատրաստ ենք համագործակցության ու պատրաստ ենք օգնելու թե հանքարդյունանող ընկերություններին իրենց աշխատանքներում, ունենք մասնագետների լավ թիմ, ովքեր որ կարողանան օգնել տվյալ աշխատանքները կատարելու շրջանակներում, հա, ու նաև ինչի՞ չէ տարածքային կառավարման նախարարության հետ ինչ կարծիք ես կարողանանք այս գործը գլուխ բերել։ Սենց կարճ ասեմ տպավորություններից ես, իրականում իրոք քարարտադրողների միության հետ ոչ թե իմ համար եմ ասում, այլ առհասարակ նաև որպես Monetize-ի ներկայացուցիչ, որովհետև շատ հաճախ է լինում, երբ որ հաճախորդներ են ուղղորդում քարարտադրողների միություն ու խնդրում կազմակերպել որևէ քարի վաճառք, միանգամից ասեմ, որ շատ լավ երիտասարդ, այսպես աշխուժ էներգետիկ թիմ կա, որը որ հստակ հասկանում այն արժե համակարգը, որը որ ներդրված է քարարտադրողների միության հիմքում, ինքը բարձր սոցիալական պատասխանատվություն ունի ու պատրաստական է իրագործել բոլոր այն կետերը, որոնք որ սահմանված են։ Եվ ես գրեթե վստահ եմ, որ այո, գեղ կանգնի, գերանքը կոտրի։ Ես վստահ եմ, եթե մենք միավորենք մեր ուժերը եւ մեր թիմը, եւ այն անդամները, որոնք որ մեզ արդեն միացած են եւ ապագայում պլանավորում են միանալ, ինչի համար շատ մեծ
այսպես խորհուրդ եմ տալիս ու ջատագովում եմ, եկեք միացեք չեք փոշմանի, վստահ եղեք, որ ինքը իր արդյունքները տալու է, որովհետև մենք որպես հայեր միշտ մեզ պակասել է միասնականությունը։ Հենց միասնականանանք ու վստահենք մարդկանց, ովքեր որ զբաղվում են դրանով, այսպես մեր ձայնը, մեր ուժը տանք, մեր քվեն տանք այդ մարդկանց, ովքեր որ այդ թիմը ղեկավարում են, կազմակերպում են եւ առաջնորդում են, վստահ եմ, որ արդյունք կունենանք, հաստատ արժի։ Շնորհակալ եմ Անժելա ջան այսօրվա սենց բուրըն խորը քննարկման համար, շնորհակալ եմ որ եկար, շնորհակալ եմ այս գեղեցկության համար, որպես հայ, որպես քաղաքացի, իրականում մենք բոլորս պետքա շնորհակալ լինենք բոլոր այն լավ գործերի համար, որ մեր երկրում մեր արտադրողները անում են։ Ես եմ շնորհակալ հրավերի համար, հաճելի զրույց ունեցանք։